Բաստուր մաչոներ ջան, այժմ կտրում ենք բաստուրման, որը միասին ենք պատրաստել։ Դուք անընդհատ հարցնում եք չամանի գույնը խի ա դեղին, չամանը ջրիկ ա։ Հիմա նայեք, թաց չամանը, որը որ մենք բռնել ենք, ինքը սովորաբար լինում է ջրիկ ու ինքը այս գույնի է։ Երբ որ չորանում է բաստուրմայի վրա, գույնը փոխում է արդեն։ Դա նորմալ է, իսկ եթե մենք այստեղ մուկ բռնենք չամանը, արդեն մեր պատրաստի բաստուրման ինքը ավելի մուկ կստացվի։ Դրա համար մենք անում ենք միշտ դեղին, մոտավորապես այսպես չամանը։ Հիմա արդեն կտրում ենք բաստուրման մեր։ Ահա տեսքը։ Ստացել ենք շատ սիրուն տեսք, մեջը շատ լավն է։ Մյուս կտորից էլ փորձենք։ Մենք կարանք էլի չորացնենք, բայց բաստուրման պետքա լինի մի քիչ թաց, որովհետև թաց վիճակում, ինչը որ ես ասել էի վիդեոներում, հյուսվածքների համար, նայեք ինքը արդեն պոկվում է իրարից։ Նշանակում է բերանի մեջ ինքը կհարվի արդեն։ Այ խնդիրը լուծումը սրա մեջ է, եթե բաստուրման, եթե ինքը այսպես չկարողանանք ձեռքով պոկենք, պատկերացրեք, այս նույն գործողությունը մենք անում ենք ատամներով։ Այսինքն պետք է ինքը առանձնանա։ Մենք ստացել ենք շատ լավ բաստուրմա։ Ահա տեսքը, մեջը, արտաքինը, չեչոտ բաստուրման է։ Հետո մենք կպատրաստենք քսովի բաստուրմեն։